Հայազգի բիզնեսմենները հիմնականում ազանգում են, որ իրենց ստիպում են, որ իրանք իրանց ենթակա աշխատողներին, ովքեր Հայաստանի քաղաքացի են, ընտանիքներով, բաներով մարդը 100,000 ռուբլի տան, դա մոտ դրամով 450-500,000 դրամ է էլի գալիս։ Եվ ուղարկեն Հայաստան ընտրելու, միաժամանակ ավտոբուսներ են մոբիլիզացնում դրա համար, որպեսզի մարդկանց բերեն, հա, այդ երևույթները կան եւ այդ ամենը կազմակերպման Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը FSB-ն։ Իսկ խոսքը 1-2 մի քանի մասնավոր դեպքերի մասին է, պարոն։ Մենք Ռուսաստանի 7 տարբեր ռեգիոններից այդպես ինֆորմացիա ունենք։ 7-րդը անցած շաբաթ օրինակ իմացանք ինչ որ դետալներով։ Եվ ինչ ծավալի մասին է խոսքը, այսինքն որքան քանակությամբ մարդկանց բերելու մասին է խոսքը։ Ես պիտի ասեմ, որ ստեղ ես չունեմ ինչ որ ինֆորմացիա, որը կարող եմ կիսվել, այսինքն ինչ որ աղբյուրներից, բաներից ստացած ինֆորմացիա, բայց մենք ունենք վիճակագրական ինչ-որ վերլուծություն, որը մի շարք տվյալների վերլուծության արդյունք է, մասնավորապես վերցրել ենք սահմանային անցակետերի թողունակություն Ռուսաստանում, Հայաստանի քաղաքացիություն հաշվառում ունեցող անձանց մոտավոր քանակ, տարբեր բաներ ենք վերցրել, մոտավորապես հաշվել ենք, որ խոսքը երևի թե մինչև 80-100,000 ընտրողի մասին է։ Ընդ որում խոսում եք նաև Վրաստանից մարդկանց բերելու մասին։ Այո, Վրաստանում էլ, ի տարբերություն Ռուսաստանի, Վրաստանում մենք չենք տեսնում, որ իր ապահները խառնված լինեն։ Ճիշտ է, իմիջիայլոց նաև չենք տեսնում, որ ապահները դրան հակազդեն, բայց գոնե իր ապահները, այսինքն Ռուսաստանում որ FSB-ն է դա կազմակերպում, Վրաստանում տենց բան չկա։ Բայց Վրաստանում էլ Սամսխե Ջավախետիում որոշակի բաներ տեսնում ենք,